Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է։ Այսօր մենք պետք է անդրադառնանք հայ գրականության մշակութային կապերին եւ այն գիրքը, որը ձեզ պիտի ներկայացնենք, բացառիկ արժեք ունի։ Շնորհակալ եմ ձեզ, որ մասնակցում եք մեր միջոցառմանը, որտեղ խոսքը մեր դաշնակից երկրի Ֆրանսիայի մասին է։ Մեր դաշնակից երկրի Ֆրանսիայի մեծ մշակույթի մասին է։ Եվ համայնքական գրողնենությունը հրապարակելով այս բացառիկ ժողովածուն Ֆրանսիայի ժամանակակից գրականություն այն նպատակն ունի, որ փորձենք վերհանել արդիականությունը ֆրանսիական մեծ մշակույթի, մեծ գրականության եւ ներկայացնենք մեր ժողովրդին։ Ես այս գրքի հրատարակման վրա աշխատել եմ մեծ ոգևորությամբ, որովհետեւ ես այստեղ տեսա արդիականության մեծ պաշար, մտավոր, հոգևոր, բացառիկ արժեք, որ բերում է մեզ ֆրանսիական գրականությունը։ Ինչու ռուսեր է։ Համայնքական գրողնենությունը մասնակցում է մի քանի միջազգային նախաձեռնությունների, գրողների միջազգային սիմպոզիում, գրքի միջազգային փառատոն, եւ այս առաջադրանքը ինձ տրվել է իմ գործընկերների կողմից միջազգային ասպարեզում, որովհետեւ հատկապես գրքի միջազգային փառատոնին, որ մասնակցում են ավելի քան 40 երկրներ, մենք ստացել ենք գրական մի համերաշխություն, մի միաբանություն, որը պիտի
բարոյական մարդկային արժեքների քարոզով զբաղվի։ Սա մեր գլխավոր նպատակն է եւ ահա թե ինչու ֆրանսիական գրականությունը, որ այդ արժեքների կրողն է, ահա ընտրությունը կանգ առավ ֆրանսիական գրականության վրա։ Մենք այս շարքը պիտի շարունակենք, տարբեր երկրներից մենք առաջարկներ արդեն ստանում ենք, որպեսզի կարողանանք այդ աշխատանքը առաջ տանել եւ այսօր ձեզ ենք ներկայացնում Ֆրանսիայի ժամանակակից գրականություն։ Mes jours passent, mes nuits pleurent et pleure le vent. Ma raison sombre et se meurt quand meurt le temps. Ce temps mort que je regrette tant et tant. Car sans toi ma vie s'arrête et je t'attends. Սիրելիներ, երբ պատրաստում էի զեկուցումը, ես անկեղծորեն զարմացած էի, ոնց որ մեր օրերի մասին լիներ վեպը եւ ցավ ապրեցի եւ զարմանք եւ ուզեցի, որ այդ մասին այսօր խոսենք, այն ցավալի երևույթները, որ կատարվել են անցյալում, այսօր էլ են կատարվում, պիտի բարձրաձայնենք, որ կարողանանք շտկել։ Օտարը Ալբեր Կամյուն 20-րդ դարի ֆրանսիական գրականության վառ անհատականություններից է, ով կյանքը համարում էր աբսուրդ, քանի որ աշխարհն իզորու չէ տալ մեր հարցերի իմաստավորված պատասխանները, բայց եւ կոչ էր անում չհուսահատվել, այլ գտնել ազատություն եւ ուրախություն հենց աբսուրդի մեջ։ Էգզիստենցիալիզմի գաղափարներին հարող գրողի կարծիքով մարդ արարածը հաճախ է կանգնում անիմաստության, աբսուրդի առջև։ Հայ հասարակությանը Կամյուն առավել հայտնի է իր օտարը ստեղծագործությամբ։ Այն համարվում է ֆրանսիական գրականության կարևորագույն վեպերից մեկը, որում հեղինակը գեղարվեստորեն ներկայացնում է աբսուրդի եւ էգզիստենցիալիզմի փիլիսոփայական իր հայացքները։ Վեպը սկսվում է այսպես. Այսօր մայրս մահացավ։ Կարող է 3, չգիտեմ։ Հենց այս մի նախադասությունը բավարար է, որ հասկանանք գործ ունենք սառը, դատարկ հոգի ունեցող հուզականությունից զուրկ մարդու հետ, ով անտարբեր նայում է այն երևույթին, որ կատարվում է իր շուրջը, իրադարձությունների հանդեպ ամբողջովին իներտ է, չեզոք, այդ իր համար շատ սովորական արարողությունից հետո, մոր մահից հետո, գլխավոր հերոսը Մերսոն վերադառնում է Ալժիր, անցնում իր առօրյա կյանքին, ասես ոչինչ էլ չի եղել։ Ինչպես է հեղինակն իր հերոսին նախապատրաստում դեպի սպանություն։ Մենք տեսնում ենք մեկին, ով շատ սովորական ընդունեց մոր մահը, ու նրա դեմքին անգամ չնայեց, երբ որ ներկա էր հուղարկավորությանը։ Մարդ, ով խոսում էր Աստծո մասին, բայց ինքն անհավատ էր։ Մարդ, ում տնօրենը Ֆրանսիայում իդեպ շատ լավ պաշտոներ ավելի բարձր առաջարկել, նա հրաժարվել էր, որովհետև նա կարծում էր, որ այդ հաջողությունը նրա կյանքում ոչինչ չի փոխելու։ Եվ վերջապես մարդ, ում ճնշում էր արևի լույսը, ուշադիր լսեք, անհոգի մարդիկ խավարասեր են։ Մարդ, ում ճնշում էր արևի լույսը, եւ պատկերացրեք հենց այդ ճնշումն էլ իրեն թույլ տվեց, որ հանի ատրճանակը եւ կրակի արաբին։ Արաբը վիրավորել էր իր ընկերոջը, ինչպես գիտենք, բայց միթե նա ընկերասիրության զգացում ուներ։ Պատասխանն ակնհայտ է, իհարկե ոչ, մենակություն սիրող մարդը երբևէ ընկերասիրություն չի ունենում։ Մերսոն ավելի շատ նախընտրում էր մենակությունը։ Նա իր որոնումներում բախվել էր աշխարհի լռության եւ անիմաստության հետ։ Մենք տեսնում ենք նրան տարբեր իրավիճակներում, տարբեր գործողություններ կատարելիս։ Նա թվում է ապրում էր, բայց միևնույնն է, Մերսոն ապրում էր իբրև թե, որովհետեւ նրան ամեն ինչ հետո անիմաստ էր թվում։ Նա ասում էր միևնույնն է։ Մարդ, ով արհամարում էր կյանքը, Մերսոյին թվում էր, որ նա անիմաստ ապրում է, նա օտարացած էր հասարակությունից, նա ոչ ոքի նման չէր սիրում ստել, ձևացնել եւ ոչինչից չէր հուզվում։ Հեղինակը նրան հիվանդ չի համարում, քանզի Մերսոն հենց այդ նույն հասարակության ծնունդն է։ Մի մարդ է, ով չի կարողանում գտնել իր տեղն աշխարհում, աշխարհ, որ կառուցված է ձևական զգացումներից եւ սովորական դերերից, որոնք իր կերտած կերպարի միջոցով ժխտում է, չի ընդունում հեղինակը։
Մերսոյին անգամ իր դատավճիռը չի հուզում։ Նա հանգիստ է ընդունում մահը, չէ՞ որ ըստ նրա կյանքն անիմաստ է եւ հենց մահն էր իր համար ազատություն։ Զարմանալի է, չէ՞, եթե կյանքն անիմաստ է, բնական է մարդը պիտի մահվան մեջ փնտրի ինչ-որ բան, նա մահվան մեջ փնտրում էր ազատություն։ Նրա իսկական ազատությունը գալիս է այն պահից, երբ նա ընդունում է կյանքի աբսուրդը։ Իսկ մենք արդյոք կարողանում ենք ընդունել մեզնից տարբերվող մտածողություն ունեցող մարդկանց։ Արդյոք մեր իսկ անտարբերության ավելի չենք խորացնում նրանց անտարբերությունը կյանքի հանդեպ։ Միթե կարողանում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ձևավորվի ու ապրի կենսասեր, բարեգութ, զգացմունքային ու սիրող մարդը։ Մեր օրերում մեր կողքին սիրելիներ քայլում է օտարը։ Մարդուց հեռացած մարդը, ով պատրաստ է ամեն տեսակ ոճրագործության, հետևաբար այս վեպը եկել է մեզ արթնացնելու։ Արթնացիրով մարդ, դարձիր ինքդ քեզ եւ փրկիր քեզ ու յուրանինիդ, փրկիր կործանումից։ Շնորհակալություն։ Je vous le dis, on a 20 ans, la bohème, et nous vivions de l'air du temps. Ժան-Պոլ Սարտրի «Էքզիստենցիալիզմը, հումանիզմը» ստեղծագործությունը։ Ֆրանսիացի հայտնի գրող Ժան-Պոլ Սարտրի փիլիսոփայական աշխատությունները զգալի ազդեցություն ունեցան 20-րդ դարի փիլիսոփայության եւ գրականության վրա։ Նրա էքզիստենցիալիզմի հիմնական սահմանող հատկությունն այն էր, որ գոյությունը նախորդում է էությանը, որը նշանակում է, որ մարդիկ նախ գոյություն ունեն, ապա սահմանում են իրենց սեփական նպատակը եւ ինքնությունը իրենց ընտրությունների եւ գործողությունների միջոցով։ Մարդիկ ծնվում են առանց հստակ բնույթի եւ դատապարտված են ազատ լինելու, ստեղծելով իրենց սեփական իմաստն ու արժեքները։ Մարդկանց համար նախապես գրված նպատակ չկա։ Մենք ծնվում ենք որպես մաքուր թերթիկ եւ մեր էությունը ձևավորվում է մեր կատարած ընտրությունների եւ գործողությունների միջոցով։ Ասել է թե ինձ ձևավորելով ես ձևավորում եմ մարդուն։ Իսկ անհատի գործողությունը կազդի եւ կձևավորի մարդկությանը։ Ըստ Սարտրի մարդը պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաեւ այլ մարդկանց համար։ Մարդը բացահայտելով իրեն բացահայտում է այլ մարդկանց եւ դրանով այլ մարդկանց դարձնում նույնքան իրական, որքան ինքն է։ Այլ մարդիկ անհրաժեշտ են անձի գոյության եւ ինքնաճանաչողության համար։ Իր աշխատության մեջ հեղինակը նշում է, որ մարդն այն է, ինչ ինքն իրեն դարձնում է։ Մարդը ոչ այլ ոք է, քան ինքն իրեն նախագծողը։ Նա գոյություն ունի այնքանով, որքանով ինքն իրեն կերտում է եւ իրականացնում է։ Օրինակ վախկոտը պատասխանատու է իր վախկոտության, քաջը իր քաջության, իսկ ստախոսը իր ստի համար։ Միայն մարդն է պատասխանատու իր արարքների համար, այլ ոչ հասարակությունը։ Մեջբերենք հեղինակի մի քանի կարևոր մտքեր նրա այս գրքից, որոնք այսօր էլ շատ արդիական են եւ վերածվել են թևավոր խոսքերի։ Ինքս ինձ ընտրելով ես ընտրում եմ մարդկությունն ընդհանրապես։ Երբ մենք ասում ենք, որ մարդն ինքն է ընտրում իրեն, մենք նկատի ունենք, որ մեզանից յուրաքանչյուրն ինքն է ընտրում իրեն, բայց դա անելով մենք նաեւ նկատի ունենք, որ մեզ ընտրելով մենք ընտրում ենք բոլոր մարդկանց։ Ինքն իրեն ընտրելը այս կամ այն կերպ միաժամանակ հաստատում է մեր ընտրածի արժեքը, քանի որ մենք երբեք չենք կարող ընտրել չարը։ Այն, ինչ մենք ընտրում ենք, միշտ լավ է, բայց ոչինչ չի կարող լավ լինել մեզ համար, առանց բոլորի համար լավ լինելու։ Մարդն ապրում է իր սեփական կյանքով, ստեղծում է իր սեփական կերպարը, եւ այս կերպարից այն կողմ ոչինչ չկա։ Իհարկե, սա կարող է դաժան թվալ նրանց համար, ովքեր կյանքում հաջողության չեն հասել, բայց մյուս կողմից մարդիկ պետք է հասկանան, որ միայն իրականությունն է կարևոր, որ երազանքները, սպասումները եւ հույսերը թույլ են տալիս մեզ մարդուն սահմանել միայն որպես խաբուսիկ երազ,
որպես փլուզված հույսեր, որպես սին սպասումներ։ Ազատության ձգտելով մենք հայտնաբերում ենք, որ այն ամբողջությամբ կախված է այլ մարդկանց ազատությունից և որ ուրիշների ազատությունը կախված է մեր ազատությունից։ Հեղինակն էգզիստենցիալիզմը համարում է լավատեսություն, քանի որ չկա մարդուց ավելի վեհ բան, որ մարդն ազատ է և ունի ընտրություն կատարելու հնարավորություն, որի շնորհիվ մարդը ստեղծում է արժեքներ, որոնք ընդհանուր են մարդկանց համար։ Մարդը դատապարտված է azatության և ինքն է իր կերտում։ Ils sont venus, ils sont tous là, dès qu'ils ont entendu ce cri, elle va mourir, maman. Ils sont venus, ils sont tous là, même ceux du sud de l'Italie, il y a même Giorgio le fils maudit, avec des présents plein les bras. Շնորհակալություն, ուշադրությամբ լսեցի այս զեկուցումը, որ պարոն Ափինյանը ներկայացրեց մեզ ֆրանսիական գրականության անգին արժեքների մասին եւ զուգահեռաբար իմ հոգում ծնվեց հետեւյալ հարցադրումը, որը նաեւ ես լսում եմ ամենտեղ, լսարաններում, տարբեր հանդիպումների ժամանակ փողոցում մարդիկ հարցնում են, ասում են, բա ինչու եթե այտենց մեծ գրականություն, մեծ քաղաքակրթություն է ստեղծել Ֆրանսիան, օրինակ հայկական հարցի հանդեպ, հայ ժողովրդի պատմական ճակատագրի հանդեպ չի եղել նման մոտեցում, ինչ որ մեծ գրողներն են իրենց ստեղծագործություններում մատուցում դա։ Գիտեք, մենք մեր ժողովուրդը պետք է տարբերի, որ գրական գործը, գրականության գործը, գրողները, արվեստագետները մեկ այլ հանրություն են ներկայացնում, քաղաքագետները մեկ այլ, հասկանում եք, երկրի քաղաքագետները այդպես հուզական կամ պատասխանատու չեն լինում ոչ իրենց երկրի, ոչ էլ ուրիշ ժողովուրդների ճակատագրի հանդեպ։ Եվ հիմա ասենք, ես պատմաբան եմ, գիտեմ, որ Ֆրանսիայի քաղաքագետները, այն մարդիկ, ովքեր Ֆրանսիայի պետական քաղաքականության ղեկին էին կանգնած, հենց 19-րդ դարավերջին, 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի հարցերը այդպես թողեցին բախտի կմաճուկին, եթե ավելի ծանր բառեր չօգտագործեմ։ Հենց հայկական Կիլիկիան 1920-21 թվականներին դատարկվեց Ֆրանսիայի քաղաքականությունը իրագործողների մեղքով, հասկանում եք, նրանք թողեցին, հանեցին ֆրանսիական զորքերը եւ թուրքական զորքերը լցվեցին, գրավեցին Կիլիկիան։ Ավելին ֆրանսիական իշխանությունները թույլ չտվեցին Զորավար Անդրանիկը իր զորքով արդեն համալրված պետք է մտներ Կիլիկիա։ Ֆրանսիական իշխանությունները դա թույլ չտվեցին։ Բայց այս ամենը մենք գիտենք, ես ասենք որպես մտավորական հասկանում եմ, բայց հասարակ ժողովրդի մեջ դա ուրիշ բան է, արձագանք է գտնում, հասկանում եք, ժողովրդին էլ պետք է բացատրել, որ նրանք ովքեր, որ զենք ու բանակներ ունեն, այդ ազնվագույն հոգին չունեն, որ պաշտպանեն փոքր ժողովուրդների, թույլ բզկտված ժողովուրդների ճակատագիրը, իսկ գրողները, որ այդքան մեծ արժեքներ են ստեղծում, նրանք այդ ցավոք զենք ու զինամթերք զորք չունեն, որ նրանք կարողանան դա իրագործել, հասկանում եք, այս հակասությունը ամեն տեղ կա, օրինակ պարոն Ափինյանը շատ լավ հեռուստազրույցի ժամանակ խոսեց Բայրոնի մասին, անգլիացի բանաստեղծի մասին, որը այդքան լավ կարծիք է հայտնել հայ ժողովրդի մասին, հայոց լեզվի մասին, հիշում եք, չէ, բայց նույն Անգլիան, Բայրոնին ծնած Անգլիան, ամենածանր մոտեցումն է ունեցել հայկական հարցի հանդեպ, այնքան ծանր, որ նույնիսկ Բերլինի կոնգրեսից հետո Արեմտահայերի պատրիարքը Պոլսում Անգլիայի դեսպանին ուղղակի երեսին շպրտեց, ասաց, որ թուրքերն ու անգլիացիները մեզ համար միևնույն արժեքն ունեն։ Հասկանում եք, այս էքսկուրսը, այս զուգահեռում կատարեցի, որ և մենք աշխատենք ժողովրդի հետ, հանրության հետ, ցույց տանք, որ տարբեր են մոտեցումները, քաղաքականությունը այլ է, քաղաքագետները այլ են, իսկ այդ երկրի գրողները, արվեստագետները բոլորովին այլ են, այնպես որ չպետք է նրանց համարենք մեզ թշնամի։
Շնորհակալություն։ Ես ուզում եմ եղբորս խոսքը լրացնել, ասելով հետևյալը. ես մշակույթի մարդ եմ եւ մշակույթը գիտեք ինչ եմ համարում ես։ Մշակույթը քաղաքականության կամուրջն է։ Կառուցեցիր մշակութային առնչություն որևէ երկրի հետ, իմացիր որ դաշնակից եք դառնալու։ Ես ձեզ հարց եմ ուզում տալ, նմանատիպ միջոցառում Հայաստանում երբևէ դուք ներկա եղել եք, ոչ։ Երբևէ եղել է մի միջոցառում ֆրանսիական մշակույթի մասին, որ հավաքվենք, խոսենք, մեր հաղորդումը դիտելու են նաև Ֆրանսիայում։ Եվ եթե մենք մեր բարեկամ ժողովուրդների մասին այդպիսի խոսքեր ասենք, բարեկամական, իմացեք, որ սառույցը կհալվի։ Քաղաքականությունը մի հզոր շենք է, որը կառուցված է ինչի վրա, ոչ թե տնտեսական շահի, ոչ թե անձնական կամ ազգային նախընտրությունների, այլ մշակույթի վրա։ Մշակույթի վրա։ Սա է ամենամեծ գաղտնիքը։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ի պատիվ մեր լավագույն մտավորականների, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի, մենք ձեռք էինք բերել Ռուսաստանում մեծ թվով բարեկամներ։ Ղարաբաղ կոմիտեն, ռուսական կոմիտե էր, դա ժամանակ կրիկ կոմիտեն էր։ Կոմիտետ ռուսկայ ինտելիգենցիի Ղարաբաղ, կրիկ Անդրեյ Նույկինը, մյուսները հրաշալի մարդիկ, պատերազմյան ծանրորին, երբ մենք հայերս վախենում ենք ոտնել Ստեփանակերտ, Ղարաբաղ կոմիտեի ռուս մեր եղբայրները այնտեղ էին։ Դրա համար էլ պատերազմն այլ ելք ունեցավ։ Դրա համար էլ պատերազմը շատ ճիշտ է, այլ ելք ունեցավ։ Ահա թե ինչու ես վստահ ասում եմ, քաղաքականությունը մի մեծ շենք է, կառուցված է մշակույթի վրա։ Մեր ժամանակակից մշակույթը ցինիկ, լկտի, այլասերված պատկերներ կերտելով մտածում է բարեկամ պիտի շահի երբեք չլինի այդ բարեկամությունը։ Եվ ապա մեզնից աշխարհը ակնկալում է խիզախություն։ Եթե տեսնում է մեր գործիչների նվաստացած, թշվառ, ողորմելի իր հարգանքը կկորցնի մեր նկատմամբ։ Իդեպ, քանի որ Արմեն Կարապետյանը խոսեց Բայրոնի օրինակի մասին, Բայրոնը եկել էր հայոց դուռն էր բացել, հայոց դուռը բացեց Բայրոնը, եկավ հայերին իր ամբողջ կարողությունը նվիրելու էր թուրքերի դեմ պայքարին։ Նա հայերի մեջ տեսնում էր մեծ պատմություն ունեցող ազգ, եւ քանի որ ատում էր թուրքերին, ասում էր ես ձեզ կօգնեմ, միայն հաջողությամբ ավարտվի պայքարը թուրքերի դեմ։ Բայց ինչ եղավ։ Մեր մխիթարյան միաբանների հետ շփվելով նա խոր հիասթափություն ապրեց։ Նույնիսկ իր առաջաբանում Բայրոնը շատ գրքեր է հովանավորել, որ տպագրվեն, հայ անգլիական բառարաններ եւ այլն։ Միտեղ ինքը նշում է առաջաբանը ինքը Բայրոնն էլ գրել է Սուրբ Ղազարկազում։ Գրել է, որ հայ ժողովուրդը պայքարում է թուրքական դաժան ստրկության դեմ։ Այդ բառերը վախի զգացում էին արտնացել մեր հոգեվորականների շրջանում եւ նրանք կրճատեցին այդ տողերը, հանեցին այդ տողերը Բայրոնի առաջաբանից։ Բայրոնը զայրացավ, եթե դուք այդքան վախկոտ եք, ասել է Բայրոնը հայերին, ապա ես չեմ կարող ձեզ հետ ճանապարհ անցնել։ Դրանից հետո Բայրոնը իր հայացքը ուղղեց մարտնչող Հունաստանին եւ գիտեք որ ինքը պայքարեց, մի ամբողջ զորք էր ստացել Բայրոնը, որը ֆինանսավորում էր ազնապես ինքը։ Զինամթերք, աշխատավարձը զինվորների Բայրոնիքն էր տրամադրել։ Նա հեռացավ Հայաստանից, որտեղ տեսավ վախկոտի հոգեբանություն եւ գնաց դեպի Հունաստան, որը մարտնչեց եւ ընդամենը մի քանի տարի հետո հենց Բայրոնի ջանքերով, հենց Բայրոնի օգնությամբ հույները ձեռք բերեցին անկախություն հաղթելով թուրքերին։ Սա իրականություն է, սիրելի բարեկամներ, եւ ես ահա այս լրացումը փորձեցի անել ձեզ համար, ահա թե ինչու այնքան նվիրված եմ ես մշակութային գործին, այնքան կարևորում եմ մշակութային աշխատանքը, ես վստահ եմ, որ մեր համընդհանուր ջանքերով մենք կարողանանք մի օր ճանապարհ բացել մեր ազգի համար։ Դա մենք պիտի անենք։ Մենք, ովքեր լուրջ գաղափարներ են սիրում, ահա թե ինչու ես ձեզ հատում եմ խորին շնորհակալություն, որ այս կարևոր պահին մենք միասին ենք։ Այս ժողովածուի մեջ ներկայացված է Անրի Տրուայայի Սքանչելի գիրքը Ֆյոդոր Դոստոևսկու մասին։ Դուք արդեն նկատեցիք, որ Դոստոևսկին մեծ հարգանք է վայելում ամբողջ աշխարհում։ Եվ ես կուզեմ, որ Դոստոևսկին նույնիսկ վերաբերումի արժանանա Հայաստանում։ Դոստոևսկին էր, որ ասում էր. «Թուրքը քաջ է ոչխարի մոտ միայն, եւ ոչխարը քաջերի կողքին»։ Եվ ինքն էր, որ նաեւ
իր գրողի օրագրերում անընդհատ խոսում էր այս ցեղը թուրքը սեփական պետություն ունենալու իրավունքը չունի։ Դաստայևսկին զրկում էր Թուրքին սեփական պետություն ունենալու իրավունքից եւ հաշվի էր առնում կենսագրությունը, պատմությունը այդ ժողովրդի։ Ահա թե ինչու այս մարդիկ շատ կարևոր են աշխարհի համար։ Եվ վերջապես հասանք, սիրելի բարեկամներ, երկու հայ ընդգրկված է ֆրանսիական ժամանակակից գրականության մեջ, Անրի Տրոյան եւ Շարլ Ազնավուր։ Ես Ազնավուրի ամբողջ գրական գործունեություն պոեզիային չեմ անդրադառնա, միայն տեսնում եմ ձեր հետաքրքրվածությունը, ինչ համար շատ շնորհակալ եմ, միայն կասեմ մեկ բան, գիտեք, արվեստագետը պիտի ապրի այսպիսի կյանք։ Մեր կյանքի ամենածանր օրերին 1988-ին, երբ ասես կոտրվել էր հայ ժողովրդի ողնաշարը ահասարսուր սպիտակի երկրաշարժից հետո, ինքը գրեց. «Քո գարունները կբացվեն նորից, քո լավ օրերը ետ կգան, ձմրանից հետո, դժոխքից հետո կվերունջուղվի կենաց ծառը քո, քեզ համար Հայաստան, գալիք օրերդ նորից կերքեն, զավակներդ ամուր տուն կկառուցեն, սարսափից հետո, վախից հետո Աստված կբուժի լրկված հողը քո, քեզ համար Հայաստան, աշխարհը ամբողջ ոչի է ելել, ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա, եւ քեզ համար է մոռացված իմ ազգ, արար աշխարհի սիրտը բացել ու քեզ է մեկնել ձեռքերը ահա, եթե քո բախտն ես անգամ անիծում, քո աչքերի մեջ Հայաստան երկիր, հույսի մի շող եմ ես ուզում տեսնել, ուզում եմ տեսնել ցանկություն, ձգտում, ճակատագիրդ ձեռքդ առնելու, ճակատագիրդ ամուր պահելու, ահա այսպես միջազգային այդ ամենամեծ հեղինակություն ունեցող բանաստեղծը երկիչը Շարլ Ազնավուրը հռչակեց Հայաստանի խոսքը, խոսեց երկրի անունից։ Թող իմ խոսքը լսեն բոլոր գրողները, աշխատեք խոսել երկրի անունից, եթե այդ վաստակը եւ այդ ժառանգությունը դուք ունեք։ Երգը ձայնագրվեց եւ ձայնագրությանը մասնակցում էին 87 երգիչ ու դերասան։ Նրանց թվում են Սալվադորե Ադամոն, Պատրիսիա Կասը, Ռոզի Արմենը, Սերժ Ավետիքյանը, Վանեսա Պարադին, Միրեյ Մաթյոն, Ջեյն Բիրկինը, Ժորժ Մուստակին եւ ամբողջ աշխարհի հռչակավոր մեծությունները միացել էին Շարլ Ազնավուրին եւ երգում էին. «Քեզ համար Հայաստան, այս է արվեստի ուժը, որը մենք անտեսում ենք ու չի կարելի անտեսել այդ ուժը»։ Երգը մեծ հաջողություն ունեցավ, 10 շաբաթ շարունակ ֆրանսիական սինգլների հիթ շքերթի առաջին հորիզոնականում էր այս երգը, որը պատմում էր Հայաստանի մաքրության ու սիրո մասին։ Սա համարվում է ռեկորդային ցուցանիշ։ 1989 թվականին երգը թարգմանվում է իտալերեն, ձայնագրվում նաև իտալացի արտիստների կատարմամբ։ Բացի նյութական մեծ օգնությունից, որ ստացվեց սկավառակների վաճառքից, ել ավելի կարևոր էին հայ ժողովրդի կողքին լինելու, նրան օգնելու պատրաստակամության ուղերձները, որ Ֆրանսիան եւ անձնապես Շարլ Ազնավուրը փոխանցեցին այդ օրերին հուսահատության մեջ գտնվող հայ ժողովրդին։ Երգն իր երաժշտությամբ, հուզիչ կատարմամբ, առաջին հերթին ազդեցիկ, կենսահաստատ խոսքերով մխիթարեց մեր ժողովրդին, արթնացրեց ապագայի հույսեր, ցույց տալով, որ հայ ժողովուրդը մենակ չէ իր ողբերգության մեջ։ 2017 թվականին Ազնավուրը հյուրընկալվելով Ռիչարդ Ֆինդիկյան ռադիոհաղորդաշարին պատմում է Հայաստան կատարած իր այցելության մասին ու ցանկություն հայտնում, որ քեզ համար Հայաստան երգը դառնա Հայաստանի Հանրապետության օրհներգը եւ նշում է, որ կա այդպիսի հավանականություն։ Ահա սիրելի բարեկամներ, այն փոքրիկ ճամփորդությունը, որը ձեզ հետ միասին ողջևորված իրականացրինք անցնելով ֆրանսիական ժամանակակից գրականության արահետներով, իբրև վերջաբան նախատեսել ենք լսել Շարլ Ազնավուրի երգը, որը մեզ կմիաբանի, մեզ կդարձնի եղբայր ու հարազատ։ Après l'orage, après la
Une flamme, une envie de prendre ton destin entre tes mains.